Սամվել ջան, Արևնիկ ջան, ո՞նց ես։ շատ լավ եմ, դու ո՞նց ես։ Լավ։ Այս անցած էպիզոդում, որ մենք խրախուսեցինք մեր դիտորդներին, ասում մի քիչ ավելի ակտիվ լինեն, հա, մեր հետ շփվեն, ահագին կոմենտներ են գրել տարբեր հարթակներում։ Մեծ մասը մեզ խրախուսող, քաջալերող, հա, դրական ոնց որ խոսքեր են։ Մի կան հետաքրքիր հարցեր, որ առանձնացրել եմ, եթե չեմ սխալվում, կա մի քանի մտքեր, որ համաձայն չեն մեր մտքերին, դրանք էլ անպայման բոլորը առանձնացրել եմ։ Այսինքն այդ քաջալերող, այդ լավ կոմենտները չեմ լրիվ առանձնացրել, դրանք շատ են, էլի, բայց այն ինչը որ հարցեր ա եկել հակառակող բաները, այսօր ուզում եմ Օրինակ սկզբի հատվածը այդ դրա վրա օգտագործենք, բայց հնարավոր է որ այս բոլոր ամբողջ էպիզոդը հենց այս հարցերին անդրադառնալով անցնի, էլի։ Ալիկը Սուքիասյան հարցը տվել, Սամվել ջան, ինձ հետաքրքիր է օրինակ դուք եւ Նիկը գտնում եք, որ դուք ինչպես եւ ամբողջ մարդկությունը գտնվում է այսօր ստրկության մեջ։ Գտնում ես որ ստրկության մեջ ենք մենք։ Ոչ իհարկե։ Ոչ իհարկե։ Անդե դու գրել ես իրան ոչ, իր այդ ոնց որ կոնտր հարցը քեզ գրել էր իսկ կարող ուղղակի չգիտես որ ստրկության մեջ ես, այսինքն առանց իմանալու ես ստրկության մեջ։ Այսինքն Ալիկ ուզում ասել որ կարող ես բանի մեջ սկյուրնեմ, հա, որ վազում է իրեն թվում է թե ինքը ազատ վազում է անտառ։ Գիտես Ալիկ ջան, եթե նույնիսկ իմ նյութական աշխարհը այնքան ինչ որ տեղ, որը ես չգիտեմ որտեղ է, հա, սահմանափակված է ինչ որ վանդակով, հա, որի մեջ ես գտնվում եմ։ Բայց իմ ոչ նյութական աշխարհը քեզ խոստանում եմ, որ անսահմանափակ է ու այդ անսահմանափակությունը ոչ ոք չի կարող ստրկացնել, որովհետև իմ գիտակցությունը ենթակա չի ստրկացման, հա։ Մարդիկ եղել են մարդիկ պատմության ընթացքում, որոնք նույնիսկ բանտում, ասենք, խցիկներում իրանց չեն զգացել ստրկացված, ու այսօր խոսում ես այն աշխարհի մասին, որը ջնջել է սկսել իր բոլոր սահմանները, դրա մեջ ինչ ստրկության մասին կարող է լինել խոսքը։ Ժամանակն է մոռանանք են գաղտնի կառավարությունների, չգիտեմ, մթի իշխանների եւ այլոց մասին հեքիաթները, հա, որոնք կարող է ինչ-որ ժամանակ ունեցել են արժեք եւ եղել են ունեցել են ինչ-որ ասենք բան, հա, ուժ, այսօր այդ ամեն ինչը չկա արդեն։ Այսօր մտի ուժերը այնքան տեսանելի է, որ արդեն նահանջում են շատ արագ տեմպերով։ Եկեք դատարանք խոսալ ստրկացման մասին, դա ես համարում եմ այսօր համարելը, որ դու ստրկացված ես, շատ լավ տարբերակ է ոչինչ չանելու համար։ Տիպը ես ինչ կարող անեմ, չէ, որ ես ստրկացված եմ, ով է ինձ լսողը։ Ես այդ կարծիքին չեմ։ Եթե այդ կարծիքին լինեինք, մենք այս ամեն ինչը չէինք ձեռնարկի Նիկի հետ, մեր մյուս ընկերների հետ, որպեսզի մարդկանց տեսանելի դարձնենք այլ հենց աշխարհի մյուս կողմը, հա, մեդալի մյուս կողմը, դրամի մյուս կողմը, ոնց են ասում, հա։ Դա այդ մյուս կողմը ավելի տեսանելի է մեր համար եւ դա զուր կա որևէ սահմաններից, կապանքներից եւ այլից։ Իսկ այն երևինիկ ջան, ավելացրա։ Ես լրիվ հասկանում եմ Ալիկի տված հարցի իմաստը, որովհետեւ այդ թեզին լրիվ ծանոթ եմ, այդ փիլիսոփայությունը ահագին թողել եմ իմ միտքը զարգացնի, երկար ժամանակ գնացա որ Ալակույտների ժամանակ ես եմ ուրիշներին փորձել համոզել, որ իրանք այդ ստրկացման մեջ են ու իրանք չեն հասկանում դա։ Անկամ
Կամ համոզված եմ եղել, որ այդ ֆեոդալիստական կարգերից հետո, երբ որ այդ ստրկությունը վերացավ աշխարհի վրա, ոնց որ այդ պլանավորած ձևով վերացրեցին, որտեղ դրանից հետո տվեցին այդ թվացial ազատությունը, տվեցին ոնց որ հողը կոպիտաս այդ ժողովրդին ու արդեն հարկերի մեկել այդ մարդկային թուլությունների վրա աշխատելով, մարդկային հոգեբանությունը մեզանից ավելի ճիշտ իմանալու շնորհիվ այնպես մի հատ հասարակություն ստեղծեցին, որ արդեն մեզ պետք չէր այդ ճիպոտը ձեռներն աշխատացնել, այլ մենք արդեն մի քանի անգամ ավել սկսեցինք աշխատել։ Այդ ամեն ինչը հասկանում եմ Արիկի հարցի պատասխանը, բայց օրինակ ես կյանքի իմ փուլում եկե ասել եմ միտեղ, որ ես ինքս իմ այդ թուլությունները հաղթահարելուց հետո, այդ գիտակից էություն դառնալուց հետո ես ինքս իրոք էլ չեմ համարում, որ ես ստրկության մեջ եմ ապրում։ Այն թեորիապես այնց է, որ էլի հնարավոր է, որ ասենք այն կարգի լինի այդ ստրկությունը, որ դրան էլ մի քանի հազար տարի պետք է լինի նոր կարողանամ հասկանամ, դա էլ չեմ բացառում։ Այդ իր երկրորդ հարցի մյուս մասին էլի։ Թեորիապես ամեն ինչ կարա լինի, կարանք մենք այնքան փոքր լինենք, այնքան մեծ խաղի մեջ Սամվել ջան, որ ասենք իրականում չկարողանանք հասկանանք մենք որտեղ ենք, ինչ ենք անում, խի ենք անում ու օգտագործվելուց լինենք։ Այդ ինձ թվում է ոչ մեկս բացառել պետք չի բացառենք, բայց այսօրվա իմ կինոյի մեջ, մեր շատ սիրելի Նազելի հետ ասած իմ կինոյի մեջ ես հաստատ ստրկության մեջ չեմ, ես ազատ եմ, ես ստեղծողն եմ, ես արարողն եմ իմ կինոյի, դեռևս ազատ եմ մի խոսքով։ Հուսով եմ սպառիչ պատասխան տվեցինք, հա, անցանք առաջ։ Ողջույններ Սամվել ջան, Նիկ ջան, այո, մեր ազգն է իր գլխին սարքել ու սարքում այս վիճակը, որում հիմա կանք։ Միշտ ակնկալում ենք, որ ինչ-որ մեկից ինչ-որ բան, բայց ոչ երբեք ինքներս մեզանից։ Մի խոսքով հիմա աշխատում ենք բարձրացնել մեր ազգի ոգին։ Մեզ օգնում են նաև վերևից, շատ ուրախ եմ, որ ձեր նման հայեր կան, տիեզերքը մեր օգնականն է։ Շնորհակալ եմ Նազելի Մկրտչյան հարցը գրել, հարցեր թե կոմենտեր, ավելի շատ։ Այսինքն երեք, որ այդ անցած մեր ոդքասթի ժամանակ, որ խոսացինք այդ զոհի կարգավիճակի մասին, ինձ թվում է դրա հետ կապված էր, չէ՞ իր կոմենտը։ Հնարավոր է, պետք է շնորհակալություն ասել ուղղակի կոմենտի համար, ինձ թվում է։ Իհարկե ժամանակն է գիտակցաբար գործի անցնելու ու հասկանալու սեփական ուժերի ներգրավելու կարևորությունը, որովհետև միայն մենք մի բանի համար ենք պատասխանատու մենակ, մեր սեփական ուժերը ներդնելու, մնացած ոչինչի համար չենք կարող պատասխան տալ։ Վերադառնալով անցյալ հարցին, դա չի ասում, որ մենք ստրուկ ենք, ուղղակի ավելի լավ է մենք օգտագործենք մեր սեփական հնարավորությունը։ Մի օր առաջով հասկանանք, որ այս տարիների ընթացքում այս հասարակությունը կամ այդ մատրիցա, որ այդքան ասում են, որ ձևավորված է, ինքը փչացած է, ինքը նեխած է, ինքը արդար չի, ինքը չի աշխատում։ Եկեք մի օրում այդ ամեն ինչը հասկանանք ու արդարություն չպահանջենք ու ելնենք այդ պատասխանատվությունը դնենք մեր վրա, գնանք կերտենք մեր ուզած այդ արդարությունը, էլի մեր ուզած ֆիլմը, մեր ուզած սցենարը։ Հա, դե հիմա այդ մատրիցան դե պատկերացրու, ասենք դու ունես առաջի դասարանի դասագիրք, հա, այդ մատրիցան համարենք, հա։ Okay, դու այդ մատրիցան կարաս քրքրես մինչև առաջանալ դասարանի վերջը, հա, մինչև այդ դասագիրք կարող ես շատ թարմ վիճակում էլ պահես։ Բայց արդեն երբ որ վերջացնում ես առաջի դասարանը, մեկը ինքը քեզ այլևս պետք չի։ Հիմա վատ վիճակում է, նեխած է, թե թարմ է, մեկը ինքը քեզ պետք չի արդեն։ Դու պետք է արդեն իրան բան անես, հաջողություն ասես, գնաս առաջ, արդեն ինքը քեզ պետք չի ուղղակի։ Հենց կա հենց մի երեք չառաջին եմ մի հետարքիր հոգևոր թեմայով անգլերեն լեզվով վիդեո էր աշխովս ընկել նայեցի, ցույց էր տալիս այդ հոգևոր զարգացման 6 փուլերը, 6 փուլերից էր ինքը ցույց տալի մարդու հոգևոր զարգացումը ու զոհի կարգավիճակը ամենացածր փուլն է 6 փուլերից։ Դե ամենացած պահով ամենասկիզբն է, այդ քո ասած այդ առաջի դասարանը։ Կարող է ինքն էլ փուլա, որը որ պարտադիր է, որ մենք պետք է անցնենք, հաղթահարենք։ Ուզում եմ հասկանալ, էլի ժողովուրդ ջան, երբ որ մեղադրում եք, երբ որ սպասում եք։ Օրինակ, այդ մեր այն հայտնի երգիչներից մեկը անցած շաբաթ էր, 2 շաբաթ առաջ էր Լաս Վեգասում միլիոնից ավել փող էր շահել, սարում։
Բարի մտնում ես կոմենտներն ես գրում խոսքի բախի բան չի անում նվիրատվություն չի անում ոնց որ ասենք սա իրանց պարտական են հասկանում ասենք այդ տղեն գնացել է խաղացել է ասենք շահել է վсё ինքը պարտավոր է բերի տա իրանց արդեն էլի ասենք այդ եկեք հասկացեք որ որ այդպես մտածում է այդ բան հասկացեք որ ձեր հոգեվոր զարգացման ամենացածր փուլում եք ասենք այդ պլենդուզի փուլն է դա էլի մի օր առաջով դուք ձեզ հանեք էլի դրա մեջից հասկացեք որ ոչ մեկ ձեզ ոչ մի պարտական չի եթե դու չափահաս անձնավորություն ես ծնողներից հետ սկսած ովքեր քեզ բերել են այս աշխարհ արդեն պարտականություն չունեք քո նկատմամբ վերցեք այդ պարտականությունը ձեր վրա ու շարժվեք առաջ էլի սկսեք դուք կերտել եք ձեր կյանքը արդեն Ես ինչ կասեի, ասենք նման գրառում կատարող են, հա։ Սիրելիս, եթե ասենք դու լինեիր աղոյ փոխարեն, հա։ Դու առաջի հերթին ինչ կանեի։ Առաջի հերթին կուրախանայիր, չէ՞։ Ուրեմն գոնե սկզբից ուրախացիր։ Ուրախացիր նրա համար, որ շահել է դա, հա։ Իսկ այն արդեն հաջորդի ինչ ինքը կանի, թող ինքը մտածի արդեն այդ մասին։ Քո գործը ասենք նրա համար ուրախանալն է, այդ առաջի զգացումը տալն է, այ ոչ թե նստել փոր բերել։ Ուղղակի ասածս ինչն է, Սամ ջան, այդ զոյի կարգավիճակում ապրող մարդիկ ուզում եմ ինչ ճիշտ հասկանալ։ Կարող է կյանքի մի փուլում ես էլ եմ մտածել։ Ես այնպես չեմ խոսում, որ ասենք ես վերևից եմ իրաց վերաբերվում, էլի, ես իրականում շատ մեծ կարեկցանքով եմ հիմա էսի խոսում։ Այդ մարդիկ, որ անգամ իրանց հարցնում ես, դու շահեր կտա, ինքը ասում է հա որովհետև ինքը իրականում կյանքում սովորաբար էլի այդ մարդը ոչ մի ինչ-որ մի հատ կոնկրետ մի լուրջ մի բան այս կյանքում արած մարդը չի երբ որ ինչ-որ մի բան արդեն ինքը արած մարդն է ստեղծած մարդն է ինքը արդեն դուրս է գալիս այդ զոյի կարգավիճակով արդեն ինքը ուրիշ մտածելակերպ է ունենում էլի իսկ ոչ մի բան չարած մարդը ցած ավտոմատ ասում է հա կտամ անում ես 1 միլիոն չէ ասենք $2000 իր ձեռքը փող ես տալիս ասում ես դե գնա բաժանի անում արդեն ամեն ինչ սկսում ող այդ վարկենից մտածել ոնց անի որ այդ փողի գոնե 90%-ը չբաժանի իր գրպանը դնի դա ինչ-որ է անստանկելի առաջ մեր շատ սիրելի Արմո Արաքելյանը կոմենտ հարց է գրել ես կոմենտ ավելի շատ գրել որ ես որոշեցի կարդալ ոնց որ սրա շարունակություն էր ես մոլորություն եմ համարում այն որ մեղադրում ենք ազգին նրա անմիաբան լինելու կամ չպայքարելու մեջ Եթե դրսի որոշ ուժեր ճարպկորեն կարողանում են ազգի ու պետականության ղեկին դնել հակազգային ղեկավարի, ապա դա է դառնում է որոշիչ, այլ ղեկն է որոշողը, թե ողջ մեքենան ուր կամ ինչպես կգնա առաջ։ Սրանում է խնդիրը, որը ցավոք հաշվի չի առնում կամ շրջանցվում է միտումնավոր։ Այս հարցի շուրջ ես մի հատ ինքս իմ կարծիքը ունեմ, մի հատ արտահայտություն, որը որ ինձ թվում է ինքը անժխտելի է, որ ամեն ազգ արժանի է իր ղեկավարության ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակահատվածում, եթե այդ ղեկավարությունը ձեր դուրը չի գալի, ուրեմն դա մեր կոնկրետ արտացոլումն է, հա, Սամվել, պետք է սկսենք մեր վրան աշխատել, մեզ փողելով, արդեն պարտադրենք, որ այդ ղեկավարությունը մեր այդ համահունչ կամ զարգանա կամ փոխվի, էլի։ Այսինքն էլի նստել բողոքել, որ վերևից է սխալը գալիս, ու մենք մեղավոր չենք, ու այդ մեղքը մեր վրան չվերցնա։ Էլի շարունակությունն է զոյի կարգավիճակի։ Դե իհարկե կա այդ արտահայտությունը, որ ձուկը սկսում է փտել գլխից, բայց քո ասածն էլ շատ ճիշտ է, ոչինչով չի, ասենք, ավելի փոքր արժեք չունի, հա, քո ասած արտահայտությունը, որ ամեն ազգ արժանի է իր ղեկավարին, հա։ Ուղղակի Արմո ջան, եթե ազգը ի վիճակի չի տա այն ղեկավարին, որ կարողանա կառավարել, թե որ ղեկավարը հենց այդ ազգի միջից ածանվում։ Ուրեմն այդ ազգը չունի այնքան բավարար գիտակցություն, հա, անվանենք դա գիտակցություն գոնե, որը նպաստում է իր մեջ ծնվելու այդ ղեկավարը, արժանի ղեկավարը։ Ուրեմն այդ ժամանակ եթե դրսից է միջնորդություն լինում, հա, ում մեղքն է։ Ի վերջո էլի ազգի մեղքն է։ Որովհետև ոնց են ասում, այդպես արտահայտություն կա, չէ՞, սուր տեղը դատարկ չի մնում։ Հա։ Պետք է լինի ինչ-որ ղեկավար, որը ինչ-որ մարդկային քանակություն պետք է անի իր հետևից, հա։ Եթե տնում են դատարկ է այդտեղ, իհարկե մեկն ու մեկին կուզենան դնել։
Բայց դրա մեղքը հենց այդ մարդկանց մեջ է, որոնք մարդկանց նա, որոնք իրենց մեջ չեն կարողանում դաստիարակել նրան, ով իրենց առաջ կտանի։ Կարծում եմ ավելի լավ է այսպես մտածել, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, որ պետք չի փակել մեր համալսարանները, մեր դպրոցները, այլ հակառակը պետք է ավելի ու ավելի շատ կրթել մարդկանց, որպեսզի բարձրանա մեր գիտակցությունը, մեր երիտասարդ սերնդի գիտակցությունը, որոնք վերջը կտան արժանի ղեկավարների։ Որ գիտես ինչ մտքով անցավ այս ֆայլ, էսի մեր կարծեմ արդեն 7-րդ հանդիպումն է այս տաղավարով։ Հա, 7 ճիշտ է, 7-րդ։ Ու էսի առաջի անգամը որ որոշեցինք դիտորդների հարցերին պատասխանել ու համեմատում են մնացած 6-ին, այգին ցածր է մեր վիբրացիաները հիմա, երբ որ տրվեցինք իրաց հարցերին, այսինքն երբ որ մենք էինք ընտրում թեմաները խոսալու, ինչքան ավելի, չէ, ասենք ինչ-որ ուսուցանող, բարձրացնող թեմաներից էինք խոսում, իսկ հիմա այս հարցերը դժոխք, չգիտեմ։ Հա, դա բնական է։ Դա երևի բնական է, մարդիկ հարցադրում են իրենց հետաքրքրող խնդիրները, հա։ Երևի տենց էլ պետք է լինի, նորմալ է դա։ Հա, արի մի քիչ բարձրացնենք լավ այս վիբրացիաները, այստեղ քեզ քո էջի տակ էր գրել Դավիթ Ղուկասյան, ես կցանկանայի ձեզ հետ առցանց ոդքասթ անել ապագայում, ես կարող եմ պատմել իմ փորձը, ես 100%-ով համաձայն եմ ձեր հետ ամեն ինչում եւ կարծում եմ, որ դուք ճիշտ ուղու վրա եք արթնացնելու հայ ժողովրդին։ Բայց նաև մտածեք, որ կարող եք մեկ քայլ առաջ գնալ առցանց հարթակ կազմակերպելով ուրիշներ, եթե այս առցանց արտակի պահը մենք իրոք մտածում ենք, արդեն պատրաստ ենք մյուս կամ այն մյուսը մեր ոդքասթը հենց այդպես էլ կանենք, չէ՞, այդ հեռար, այդ առցանց ինստիտուտը դրա հետ էր։ Հա, ինձ էլ է տեսնում, այս այն Դավիթն է, ոնց որ ես քեզ վիդեո ուղարկեցի, հա, հետաքրքիր կարծում եմ ինքն է, հա, հետ է շփվել, տարբեր մարդկանց հետ շփվենք, sense մտքերի փոխանակություն անենք, այս ազգի արթնացումը, սա հարցերի պատասխանը բերում է ազգի արթնացում։ Իհարկե։ Արթնացած ազգ նշանակում է արդեն չի կարող մանիպուլացվի այդ ազգը, ու արդեն այդ դեպքում հավատալ այդքան առանձնապես կարևորություն չի լինի, թե այդ կարևորության գլխում ով է, եթե ազգը դարթնա, էլի։ Արդեն ով էլ ուզում է լինի, ինքը արդեն ստիպված է լինելու քայլել համահունչ այդ ազգի պահանջները։ Բոլոր հարցերի լուծումը բերում է հենց այդ քրիստոսագիտակցության արթնացումը։ Ինձ թվում է բանը, ես նայեցի այդ Դավիթի ուղարկած վիդեոն, շատ հետաքրքիր պատմեց ինքը իր ապրած փորձի մասին, կարելի է կենտրոնանալ այս մոտակա ժամանակներում արի իր մի հատ կապրանք զրուցենք ու այդ ոդքասթը կանենք, էլի։ Բարև բոլորին, Սամվել եւ Նիկ ջան, շատ լավ լուսավոր բացահայտումներ եք անում մարդկության համար։ Հաջորդ ոդքասթին կարող եք ավելի լուսավոր բացատրել հանրությանը լույսի ու խավարի տարբերության մասին։ Բացատրեք նաեւ ինչ կապ ունի վախը խավարի հետ։ Իմ համար խավարը այդ խնդիրը մի քիչ ավելի լուրջ է, մենք հիշում եմ ժամանակին նույնիսկ քվանտայում ենք խոսացել։ Մի թե բան արեցինք, իմ մոտեցումը այսպես է, Ժորժ ջան։ Տեսեք, նույնիսկ Աստվածաշնչում խոսվում է այն մասին, որ սկզբում էր խավարը, հա, սկզբում խավարն էր, որ ջրերի վրա, ինչ-որ լողում էր ջրերի վրա, սենց ինչ-որ մի հատ բան է չուն հիշում։ Խավարը այն տարածքն է, որտեղ որ արթնանում է բանականությունը, հա։ Արթնանալով բանականությունը, երբ որ փորձում է ճանաչել իր էությունը, այդ կայծը, որը որ արթնացման ծնունդ է տալիս, հա, դա այն կայծն է, որը գիտությունը համարեց մեծ պայթյուն, իսկ արարչագործությունը, հա, համարեց լույս, եղեցի լույս, հա։ Եթե մենք ասում ենք եղեցի լույս, նշանակում է սկզբում չկար լույսը, ու ինչ որ մի պահից
եղավ լույսը, հա։ Սկզբում էր խավարը։ Բայց երբ որ եկավ լույսը, ծնվեց լույսը, հասկանալու համար թե ինչ է լույսը, արդեն որովհետև լույսը նյութական աշխարհի առաջին մասնիկն է, հա, հասկանալու համար թե ինչ է լույսը, անհրաժեշտ էր արդեն լույսի հակապատկերը, հա, հակառակ կողմը, մութը։ Այդ ժամանակ ծնվեց նաև մութը, այսինքն սկզբում խավարն էր, խավարից ծնվեց լույսը, որից հետո եղավ մթի անհրաժեշտություն եւ ստեղծվեց մութ պատրանքը։ Այսինքն լույսն էլ մութն էլ խավարում է։ Խավարից է։ Մութը պատրանքը ուղղակի, մութը լույսի բացակայությունն է, դա արդեն այդ վանականության հենց խավարը չի ինքը։ Հա, իսկ լույսի բացակայությունը խավարն է, հա։ Այսինքն ես sense եմ տեսնում, խավարը ինքը կոպիտ ասած այն սև տետերն է, sense ասենք, հա, sense մութ գույնի էսա։ Լույսն էլ ասենք, այս ինչ որ վրան նկարվում է, ինչ որ արդեն մանիֆեստ է լինում, ֆիզիկապես ինքը սկսում է գոյություն ունենալ։ Որպեսզի մի բանը գոյություն ունենա, ինչ որ միտեղ ինքը պետք է գոյություն ունենա։ Դա արդեն այդ խավարի մեջ է, space, որ ասում ենք, չէ՞, որ նայում ենք աստղերը, մթության մեջ աստղերը վառվում են։ Այդ մթությունը պետք է լինի, որպեսզի այդ տարածքում արդեն այդ լույսը կարողանա ֆիզիկական տեսք ունենա, էլի։ Տես հիմա նույն բանը կարաս քո մասին ասես, հա։ Երբ որ փակում ես աչքերդ, տեսնում ես խավար։ Տեսնում ես խավար։ Ու հետո արդեն քո երևակայությունը ստեղծել քո ներդիտարկման մեջ, ստեղծում է սկսել աշխարհը, հա։ Դա խավարի մեջ սկզբից լույսն է ծագում, հետո որոշ բաներ, հետո մութը, հա։ Քո տեսապատկերացման մեջ, քո մտքի մեջ։ Դու այդ որ ասում ենք ներդիտարկել, մեդիտացիա, հա։ Ինչ ենք մենք անում։ Մենք հենց տեսնում ենք այդ մեր պատկերացրած աշխարհը, հա։ Տեսնում ենք սկզբից այդ խավարը, հետո խավարի միջից լույսը ու իր արդեն բանը լույսի ստվերը մութը, էլի, հա։ Այդպես։ Կարծում եմ դա նույնն է։ Կարծում եմ դա նույնն է։ Հարցը այդքանն էր, թե էլի բան ունեց։ Լույսի ու խավարի տարբերության մասին, բայց ինչպես կապ ունի վախը խավարի հետ։ Դա հեշտ է պատը բացատրել։ Եթե մենք հասկանում ենք, որ վախը դա սիրո հակառակ կողմն է, այսինքն սիրո բացակայությունը վախն է, որտեղ կա սեր, դե չկա վախ։ Նույնձև էլ խավարը արդեն լույսի բացակայությունն է, էլի։ Ստացվեց, ասում եմ, ինչև քո ուզել ես արդեն տվել ես։ Հաստատ, հա։ Այսինքն թե լույսի, հետաքրքիր է ստացվում։ Թե լույսի, թե խավարի, sense տարբեր, sense հարկերով կարող պատկերացնենք, sense հարկերով, level-ներով տարբեր բաներ կա, մանիֆեստացիաներ կա, էլի արտացոլումներ կա, հա։ Հիմա գիտես, մենք ինչ ենք ասում, հա, չէ՞ որ վաղուց եկած միտքը, հա, մարդիկ դուրս եկեք խավարից, հա, խավարի մեջ եք գտնվում, հա, ինչի համար, որովհետև ես կարծում եմ դա հենց մարդու այն տեսակի մասին է, որը սեփական գիտակցությամբ չի ապրում, հա, որը չի ջանում գործադրի սեփական գիտակցությունը, հա, որովհետև հենց որ գիտակցությունը գործի ես դնում, ծնվում է լույսը, հա, քո մեջ այդ բանը մեծ պայթյունն է տեղի ունենում, ու դու սկսում ես արարել քո լույսով, հա, իսկ քանի դա չես արել, դու խավարում ես, դա շատ հիանալի բան է, ասույթ է, էլի, շատ հիանալի ասույթ է, դա շատ իրականի հետ շատ մեծ կապ ունեցող ասույթ է, էլի, մարդիկ խավարի մեջ են։ Սա անգամ այս կվանտային մակարդակում է, կամտրային դաշտում, չէ՞։ Սա զրոների ու մեկերի միջոցով է, չէ՞, ամեն ինչը ծրագրավորում գիտես։ Ու ինքը ինչ է այդ զրոներն ու մեկերն ինչ է։ Ոնց է ինքը, ասենք հոսանքը որ միանում է կոմպյուտերին, զրոներն ու մեկերը ոնց է աշխատում, հա։ Զրոների դեպքում հոսանք չկա, ոնց որ sense յաչեկաներ պատկերացրա, ասենք ոսկի 0-0, հետո կարող է 3 հատ 1 լինի, հետո մի հատ 0, հետո 1, չէ՞, ձևով է ծրագրավորման լեզուն գրվում։ Երբ որ 0 է, ինքը լույսի բացակայությունն է։ Ինքը լույս չի տալի, հոսանք չի տալի։ Մեկերը լույսի ներկայությունն է։ Այսինքն լինել չլինելով, հա, ստեղծում ենք այս իրականությունը։
Հիմա այս կվանտային մակարդակով ապացուցվում է, չէ՞, ասենք որ չգիտեմ վարկյանում քանի անգամ մենք անետանում հետ ենք գալու, մենք ստեղ չենք։ Այս ֆիզիկական այդ հաճախականությունը, որ մենք ունենք, ի՞նչ է, եթե ասենք մենք հոսքի, չգիտեմ, 35, 40, 50 հերց վարկյանում, նշանակում վարկյանում այդքան անգամ դու կամ դու չկաս, հետո չկաս, զրոնելու մեկերն եք, է։ Գիտես, ես դու քանի պատմում ես, ես որոշում եմ, ուզում եմ, փորձում եմ հիշել էզոտերիկայից այդ մի հատ արտահայտություն կա, որը շատ նման է հենց խավարի, խավար բառ է, հա։ Այ հենց դրա մասին է, նախասկզբի մասին է, էլի, հա։ Սկզբը չեմ կարողանում հիշել այդ բառը, շատ նման է խավարի։ Այստեղ կարևորը ինչ է, հա, այստեղ կարևորը ինչը, որ մենք սովորենք ոչ թե ասենք մութ եւ լույս, այլ ասել խավար եւ լույս։ Մութը այնուամենայնիվ ընդամենը լույսի ստվերոտ կողմն է, հա, լույսի բացակայությունն է, բայց քանի դեռ լույսը չկա, այդ է խավարն է։ Okay, ես խնդիր չունեմ ձևավորման հետ։ Աստված սեր է, եթե մարդկությունը կարողանար այս հասկանալ ու գոհունակ սիրտ ունենալ, ամեն բան այլ ընթացք ունենար։ Որ հենց նոր մենք այս դրա մասին անդրադարձանք, էլի Աստծո ներկայությունը հենց այդ սերն է, հա, լույսի Աստծո ներկայությունը այդ սերն է։ Աստծո լույսի սիրո բացակայությունը դա արդեն այդ վախը, կասկածը, հա։ Խավարը, մութը։ Հզորեր ասված, չկարողացանք միավորվել խավարի ժամանակ, միավորվենք լույսի ժամանակ, հաստատ շատ հզոր է քո խոսքը։ Դա իմն է։ Ապա ումն է։ Չգիտեմ ով ասել, բայց խելացի միտքեր, հա։ Մի հատ հարց կար, փաստորեն նյութական արժեքների հասնելն է, հա, նպատակը տուն, մեքենա, ռանչո, ես անցած անգամ որ այդ մանիֆեստացիաներից էի պատասխանում, հա, պատմում, իհարկե ես գրեցի, որ եթե տենց եք կարծում, ուրեմն դասերին լավ չեք հասկացել, գրեց, որ ոնց որ սարկազմը հեգնանք է, դա ի նկատի չուներ, ու հարցը շարունակում է, այսինքն արդյոք պետք է ուրախանալ նյութական ձեռքբերումներով, թե հակառակը, Աստված ում սիրում է, նրանից վերցնում է ամեն ինչ։ Գալիս ենք հենց այդ Այս հաղորդման սկզբից այսօր որ ես ասացի, էլի, մեր այդ պատկերացրած այդ հին այդ քրիստոնեական դոկտրինայում ախր եկած չի մարդու լավ ապրելը։ Դա ես ասենք հարցը տվողը ինչ տպավորություն, որ Աստված եթե քեզանից սիրում է, քեզ սիրում է, պետք է քեզանից վերցնի քո ունեցածը, որպեսզի թույլ չտա դու փորձությունների մեջով անցնես։ Ես այս հարցին գիտես ոնց կարող եմ պատասխանեմ։ Եթե դու անգիտակից էություն ես, ու Աստծո մեղքն է գալիս, ես տեսնում ես, որ չես կարողանում արդեն դառնաս գիտակից անձնավորություն, կարող է սա վերցնի քեզանից, որ արդեն դառնաս ստիպված ճգնավոր, ասենց ասեմ, մի բան չունենաս, որ գայթակղվես։ Բայց եթե դու ես քո անցած ճանապարհի ընթացքում դու արդեն դառնում ես այդ արթուն հոգին, արդեն ստեղծողը, քեզանից ինչ-որ մի բան վերցնելով, քեզ մի բան սովորացնել կամ քո հանդեպ սերը ցույց տալ, քեզ ինչ-որ մի բանից հետ պահել, եթե դու արդեն անձամբ քո այդ ֆիզիկական գայթակղությունների դեմ պայքար ես հղում, հա, գիտակցաբար ես այդ ամեն ինչ անում, չափի մեջ ես անում, դու արդեն գիտակից անձնավորություն ես, քեզանից քո ունեցածը վերցնելու իմաստը ո՞րն է։ Իմ մոտեցումը հարցն այսպես է, մենք ջան։ Պարտադիր չի, որ Աստված մտածի մարդու պես, հա, ավելին շատ տարօրինակ կլինի, եթե մտածի մարդու պես։ Թեթև սոլիդություն է, մտածել, որ Աստված մտածում է մարդու պես, հա։ Աստված մարդուն տվել է կամքի ազատություն, մարդը մտածում է, ոնց որ ինքն է ասում, բայց դա չի նշանակում, որ Աստված հիմա ստիպված պետք է նույն կերպ է։ Հիմա եթե ասենք Աստված քեզ մի բան պետք է տա, հա, իր համար ինչ տարբերություն տա։ Ինչ տարբերություն քեզ $1,000 տալ, թե $1,000,000։ Կարող է դրանից իր հարստությունները ավելանա կամ պակասի, էլի։ Ինչ արժեք ունի իր համար $1,000,000 կամ $1,000,000։ Իր համար նույն արժեքը, այսինքն ոչ մի արժեք չունի։ Դու ես գնահատում։ Եթե դու մտածում ես, հա, այ ես արժանի եմ ստանալ $10, ինձ Աստված կտա $10, այդ $10 դու ձեռք ես բերում հեշտորեն։ Այո, քեզ տրվում է դա։ Բայց երբ որ դու մտածում ես, ասենք $1,000,000,
ստանալու համար, հա։ $10 պատիժ է դառնում։ No, դու սկսում ես մտածել, հա, քո առաջին միտքն է, արդյոք ես արժանի եմ միլիոնի, հա։ Եթե դու համարում ես ինքդ, որ դու արժանի ես, ուրեմն դու երբեք այդ միլիոնը չես։ Այստեղ աշխատում է միայն եւ միայն քո կամքի ազատությունը, հա։ Ու այդ ժամանակ, երբ որ դու արդեն ինքդ, հա, տեսնում ես, որ արժանի ես միլիոնին, հա, դու սկսում ես մտածել, ինչի եմ ես արժանի, ինչի է ինչ տրվել, հա։ Հիմա ես $10 էլ ապրում եի, չէ՞։ Հա, ես այդ $10 եմ ապրում, հիմա միլիոն ունեմ, ինչ անեմ, հա։ Okay, ավելի լավ կապրեմ։ Բայց երբ որ դու ավելի լավ ես ապրում, այդ ձևի բաց ես ոնց որ $10 ժամանակ, հա, դու տեսնում ես, որ կողքիններդ լավ չեն ապրում, դու սկսում ես իրանց։ Դու այսինքն այդ ավելորդ չի, Աստված գիտի ում ինչ է տալիս։ Գիտի ում ինչ է տալիս։ Հենց այդ է կարևորը այստեղ։ Ես դու խոսում ես ու հենց այդ քո ասած դեր մտքով ես անցնում, ոնց որ հարց տվողի հարցը մի քիչ ավելի ուրիշ անկյունից նայեցի ու շատ դեպքերում, երբ որ ուզում հասկանան, հա, մեզ նայում է, երբ որ այդքան խոսում ենք մանիֆեստացիայից ու ասում ենք, որ ինչ ուզեք, կարեք դրան հասնեք, կարեք ձեզ հասանելի լինի, դա պետք է դրան արժանանաք, դա շատ կարևոր է, այսինքն ձեր գործողություններով, ձեր զգացմունքները մաքրելով, ձեր այդ տարան էներգետիկ մաքուր պահելով դուք պետք է արժանանաք այդ ձեր ուզածներին, որովհետև շատ դեպքերում դուք ուզում եք, բայց Աստված ձեզ խղճալով չի տալի ձեր ուզածը։ Չէ՞։ Ես ստեղս Կալիֆոռնիայում որ են բանի լոտոյի բյուջեն հասնում էր միլիարդ ու ավել, ու սենց նայում էինք այդ 7-11-ների դեմը հերթ էր գոյանում, ես քմծիծաղ տալի անցնում է, էլի, որ երբ որ ասենք $50 միլիոն էր, չէի խաղում։ Մարդ չկա։ Հիմա ասենք 1-2 միլիարդ է, հիմա խաղում եք, ասենք ինչ փոփոխություններ տալու դու ձեր կյանքում, էլի։ Ասենք ձեզ եթե այսինքն 50-ը ինչա որ ուզեմ, էլի, միլիարդ ուզեմ։ Ու ես չեմ խաղացել կյանքում։ Ու որ ինձ գալի ասում էին, ապա դե գնա մի 5 հատ էլ դու առնավսեկի, ասում եմ ես ինձ խղճում եմ, այսինքն ասում եմ, ապա ես դուք չեք պատկերացնում այդ ինչա $1 միլիարդ փշահելը, ես հասկանում եմ այդ ինչա։ Ես կյանքում չեմ ուզում ուտես մի բան։ $1 միլիարդ ցանկացած մարդ եթե շահեց, դա չգիտեմ իրոք ինչքան պետքա Աստծո հետ ինչքան պետքա ուժեղ լինի կապը։ Լավ կարող է կյանքի այս փուլում արդեն շահեմ ու չկործանվեմ ու հնընդհակառակը այդ գումարը բան անեմ, օգտագործեմ համամարտկային, հա, ասենք օգտի համար, բայց այդ տարիներ առաջ երբ որ դեպքը տեղի էր լինում, ես հաստատ պատրաստ չէի, որ ասենց օդից մեկը ինձ $1 միլիարդ փող տա, դա կլիներ իմ կործանումը, էլի։ Մի խոսքով, այդ մեր այդ ասած մտքի վրա եկեք հասկանանք, որ այո, շատ դեպքերում ձեր ուզածը Աստված չի տալի, որտեղ ձեզ սիրում է, որտեղ դուք պատրաստ եք դրան։ Հետո բոլոր դեպքերում ես մի բան եմ ուզում ավելացնել, Նիկ ջան, հա։ Եկեք բոլոր դեպքերում փորձենք արդեն սկսել հիշել այդ տարբերակը, էլի, որ մեր կյանքի սցենարը մենք ինքներս ենք գրել։ Լուրջ դա ինձ թվում է այսօր արդեն կարևոր է հիշել, էլի, որ այն ինչ որ տեղի ունենում մեր կյանքում, մեր ներկա գիտակցությունից դուրս, որը ինչը մեր գիտակցությունը չի ընկալում, մեզ արդեն ժամանակն է հիշել, որ այդ սցենարը, մեր գրած սցենարով ենք մենք ապրում։ Այդ ընտրությունը մենք ենք կատարել։ Այստեղ երբ որ խոսքը դրա մասին է գնում, որ ընտրությունը մենք ենք կատարել, ու դա պետք է հիշենք, գիտեք ինչին է դա օգնում է հասկանալ, որ իրականում մեղքեր չկան, սկզբից մեղքից ենք խոսում, որ մեղք գոյություն չունի, այլ դա փորձ է ուղղակի։ Եվ դա մեր ընտրած փորձն է, որը մենք որոշել ենք ապրել։ Ու դրա համար, եթե դա փորձություն է, էլ ինչ բան էլի, հա, ասենք, ուրիշ բան, որ ասենք դու այդ փորձը չիրականացնես, ըստ արժանվում, որը քեզ ի վերջո չի գոհացնելու, եթե դու դա չես կատարել, հա, ու հետո ստիպված ես լինելու գաս նորից ապրես այդ։ Երբ որ մեզ ասում են, որ մենք եթե մենք բաց թողնենք մեր գիտակցությունը, համարենք, որ մեղքեր գոյություն չունեն, դժոխք գոյություն չունի, հա, պատիժ գոյություն չունի, այդ պատիժը մենք ենք մեզ սահմանելու։ Սա հստակորեն բան է, էլի, հոգին, որովհետև հոգու ազնվությունը, հա, ինքը չի կարող իրեն ստիպի անցնի այդ բանը, էլի, շրջանցի չկատարած բաները, էլի, ասենք լույսը չտարածելը,
հոգին հենց նրա համար է այս փորձերը ապրում, որպեսզի վերադառնա իր սկզբնական նախնական լույսի վիճակին, հա։ Դրա համար մեկը ինչ մոտ գործեր որ մենք կատարենք, մենք դրանք պետք է մաքրենք վերջը։ Սրա մասին է խոսքը։ Ու այդ ասենք շահել չշահելը բան, հա, նախ կախված է նրանից, թե ինչ ենք մենք մեզ ծրագրել այսօր։ Մենք ծրագրավորել ենք մեզ լինել միլիոնատեր, թե մուրացկան։ Այդ դրանից է նաև գալիս, հա։ Բայց եթե մենք համակերպենք այդ վիճակին, մենք կարող ենք արդեն կյանքի ընթացքում փոխել այդ իրավիճակը։ Մենք կարող ենք փոխել մի փորձը մյուսը, եթե ընկալենք արդեն ապրվածը։ Այսքան։ Դե երկու հատ հարց կան, ոնց որ երկուսն մեդիտացիայի հետ է կապված, առաջի հարցս հաճախակի մեդիտացիա անելը կարող է վնասել թե ոչ։ Հիմա դրա պատասխանը միանգամից ոչ, չի կարող, ինչքան կարեք, այնքան արեք։ Ուղղակի հենց արեք, որ առօրյա գործողություններ չընկնեք, էլի, ֆիզիկական կյանքն էլ ապրեք, հա։ Հենց չլինի այդ մեդիտացիան այնքան դու ներգա չուզենաք այդ դաշտից դուրս գաք, էլի։ Ես կխնդրեի մեդիտացիայի մանրակրկիտ, մեդիտացիայից մանրակրկիտ խոսայք, տիեզերական էներգիայից, շատ ոգեշնչեց, կօգնեք ձեր նման մտածողներին, կգտնեք ձեր նման մտածողներին։ Ինձ թվում էր, ես մենակ եմ, գժոտ եմ, ու մարդ չկա, որ ինձ գոնե 1% կլսի, լուրջ կընդունի, էլ չեմ ասում կհասկանամ։ Լուսինեն ա գրել, Լուսինե ջան, այդ ձեր ասած փուլով բոլորս ենք անցել, երբ որ մեզ թվում էր, թե մենակ մենք ենք, ու երբ որ փորձում ենք խոսանք ու մեզ լուրջ չէին ընդունում, հա, ու ես միշտ շատ օժտված եմ եղել ընկերական շրջապատով, միշտ շատ են իմ ընկերներն եղել, ու մի օր այս փուլը, այս իմ զարգացման փուլը անցնելու ժամանակ, մի օր կնոջս ինձ իր խոր ասացի, այնքան մենակ եմ ես, ասես ոնց մենակ ես, ասենք հավաքույթ ես անում, ասենք չենք կարող տեղավորենք քո ընկերներին, էլի, այստեղ Հայաստանում, Եվրոպայում այսքան ընկերներ ես, դու ես մենակ, ես դու չես հասկանա, էլի, ես այնքան մենակ եմ, իհարկե իմ էլ այդքան մենակ չեմ, հիմա փառք Աստծո տիեզերքը վերեց ու սենց գաղափարակիցը ընկերներից ամոթացրեց, բայց ես լրիվ հասկանում եմ, ուղղակի Լուսինե ջան եղիր ված, երևի իհարկե պետք չի ասենք ամեն խաչմերուկում կանգնել ու խոսել այդ ամենի մասին, բայց այդ հոգևոր տարածքը ինքը ունի ձգողականության շատ լավ հատկություն, նմանատիպ մարդիկ կհավաքվեն քո շուրջ։ Դա անխուսափելի է, այսօր ակտիվանում է հոգևոր տարածքը շատ-շատ արագորեն ու ավելի շատ քո ասած խելագարներն են, արդեն երևում կանցները մենք ենք առնում մեծամասնությունը, չէ, արդեն, իրոք է տենց է, այդ նույն այդ ընկերների օրինակը, որ բերեցի, ես ինձ մենակ զգում, որովհետև այս թեմաներով չէի կարողանում իրանց հետ խոսալ։ Ու իհարկե փորձում էի, բայց էներգիան այնպես բան է, որ տալիս ես, պետք է ինքը պտտվի հետ։ Ուղղակի հարգանքից լսում են, ասում են, հետո ասում են իրար մեջ, դե մեր նիքնա թող խոսա։ Բայց դու այդ ամեն ինչը զգում ես։ Այդ ամեն ինչը էներգետիկ մակարդակով զգում ես ու սպառվում ես, այսինքն երբ որ տալիս ես ու այդ ադաչան հետ չես ստանում, արդյունք չես կարողանում ոնց որ ստեղծես, արդեն 1-2-3 փակվում ես, այլ չես տալու, որտեղ այդ ժամանակ սպառվում ես, էլի։ Բայց դա ուղղակի դեպրոց է, որը պետք է անցնես, Լուսինե ջան, դա լրիվ տրամաբանական է, հա։ Լրիվ տրամաբանական է, բայց ուրախությունը, ուրախալին է դրանում, որ այսպեսների թիվը ավելի ու ավելի աճում է ամեն օր։ Հաստատ։ Այդ դրա համար սկսեցի այդ միտքը ասել, այդ անգամ այդ ընկերներիս մոտ շատ մեծ առաջընթաց կա, ընկերների բարեկամների ամենուր է, ընտանիքի անդամների, ասած։ Ես երեք շշմեցի, որ հրաց ես ու բապչինից ուրախացել ես։ Ախորս հաստատ, հա։ Մյուս հատվածը այս հարցի կխնդրեի մեդիտացիայից մանրակրկիտ խոսայք, հա, տիեզերական էներգիայից, այսպես վերջի զումի ժամանակ ես մի քիչ խոսացի այդ մեդիտացիայի, չէ՞, իմ այդ օգտագործած տեխնիկայից բանից, դա ամեն մարդու մոտ տարբեր ձև է ստացվում, օրինակ մեծ մասամբ նստած են անում, իմ մոտ նստած երբեք չստացվեց մեդիտացիա անել, ես սովորաբար պարկած եմ անում, պարկած, ոտքերը սենց ուղիղ, ձեռքիս թաթերը սենց բաց, կողքս դրած, այդ մեդիտացիոն երաժշտություն եմ դնում,
Աչքերս փակ կամ բաց վիճակում, փակ վիճակում երևի ավելի հեշտ անել սկսնակների համար, ասես փակ վիճակում աշխատում եք ես ձեր քթի ծայրին նայեք, փակ վիճակում։ Ու դանդաղ խորշունչ, արտաշունչ 3 անգամ, խորշունչ, արտաշունչ ու ինչքան միտք կա, այդ ժամանակ սկսում է ձեզ խանգարել, հենց տեսնում եք, որ ուրիշ մտքեր են գալիս, այդ մտքերին հանում եք ու ասում եք, ոնց որ սև կետ եք պատկերացնում, այդ ձեր քթի ծայրին, սենց ասեմ, ու ուշադրություններ կենտրոնացնում եք դրա վրա, ու դանդաղ շնչել, արտաշնչել, շնչել, արտաշնչել, ու ընթացքում սենց մեկ է կտնեք, մի հատ միտք եկավ, ձեզ տարավ այդ կետի վրայից, սենց կզգաք, որ դուք էլ այդտեղ չեք, այդ մտքին ճանապարհում եք, առանց այդ մի հատ ինչ-որ ծանր պատմություն սարքել, որտեղ եթե հանգարց ներվայնացաք, вообще եք խանգարում ձեզ։ Հենց հանգիստ այդ ձեր մտքին ճանապարհում եք, հետ եք գալիս ձեր այդ քթի ծայրի այդ կետի վրա, էլի։ Ու այտենց մի քանի անգամ անելուց հետո հուսով եմ կստացվի, այդ ստացվելն էլ ոնց է, չէ՞, արտացոլվում։ Ուղղակի ոնց որ մտքերը վերջանում են, մնում եք դուք, ասես մի հատ ոնց որ դատարկ տարածքում, այդ տարբեր աստիճանների կարա լինի, էլի, օրինակ, ասենք իմ մոտ լինում է, որ ասենց մարմինս մնում է, ես բարձրանում եմ, սկսում եմ ճախրել, լինում է, որ իմ այդ բարձր ոգին, բարձրագույն եսը սկսում է հետս խոսալ, շփվել, ինչ-որ բաներ ցույց տալ։ Եթե ինչ-որ մանիֆեստացիայի կոնկրետ մեդիտացիա եմ ուզում անեմ, ինչ-որ բաներ պլանավորեմ, հա, մտքում, այդ դեպքում ձեռքի ափիթաթերը բաց չեմ անում, այս վիճակում եմ անում, ասես դնում եմ փորիս վրա, այս պոզիցիան ընդհանուր օգնում է, որպեսզի ձեր մտքերը ավելի բանանեք, էլի կառավարեք։ Երևի կտնակ այդ հանդիպումների ժամանակ բանը, չգիտեմ, այդ պոլիտիկներ, միլիարդ հատերներ բաներ, միշտ այս պահանում են, սենց կամ սենց։ Այս երկու ձևը ձեռքի անելու Իլոն Մասկը շատ անում, հա, բայց դա մենակ Իլոն Մասկը չէ։ Իմ կողմից այդքան է մեդիտացիայի հետ կապված։ Եթե սամվելի բան կուզեի ասել, որ այդ օրնիկը ասում է ու ցուցակալի շարժումը, հա, միտքը գնաց, մյուս միտքը գնաց, հա, կարող է դա այդքան ասեմ համոզիչ չհնչի, էլի, բայց Ժորժան իրականում այդպես է, երբ որ դու մտնում ես այդ տարածք, այդ շարժումը դա երևի կարելի է անվանել մտատեսողություն, հա, ոչ թե դու տեսնում ես աչքերով, դու ուղղակի տեսնում ես քո էության մեջ այդ շարժումը, դու չես կարող չզգալ արդեն։ Դա որոշակիորեն հիմա Նիկը այդպես է բացատրում, հա, դա ամենահեշտ ընկալելու ընթացքն է, հա, որ ձեռքով ցույց է տալիս, բայց մեկը ձեր էությունը այդ շարժումը զգում է ներսում։ Ավելին ասեմ, Նիկը այնքան դից համոզեց այդ իր շարժումը, որ պրինցիպի ես ոնց որ այդ կծած մտքերը ուղեկցի աչքերով, շատ լավ ինքը բացատրեց։ Հա, մեդիտացիան դեռ ամեն մեկի մոտ տարբեր ձև է աշխատում, էլի, ես չեմ սիրում կոնկրետ մարդկանց, ես ինձ թվում է, օրինակ ինձ ոչ մեկ չի սովորացել մեդիտացիա անել։ Ինձ իմ այդ բարձր եսը, իմ հոգին է սովորացրել, սենց ասեմ։ Ուղղակի մնացել եմ մենակ, միացրել եմ երաժշտություն ու ինքն իրան ստացվել է մոտս։ Ու շարունակական, ասենք, այդ ստացվելու հետո որ ես հասկացել եմ, որ ես ինչ-որ ստացվում ես երևույթ ինքը մեդիտացիա է, սենց ասեմ։ Քանի որ հասանք սրան, ես շարունակեմ, չնայած պետք է հայերենին անցնեմ, հա։ Ուրեմն երկար տարիներ, երբ որ ես մեդիտացիա եմ արել, փորձել անել, սովորել մեդիտացիայի եւ այլ, ու հետո արդյունքի մասին մտածելուց փորձել եմ մտածել, թե ինչ արդյունքի հասա, ինքս ես խոստովանել եմ, որ արդյունքի չեմ հասել, որ թե ինչ է մեդիտացիա, այդպես էլ չհասկացա։ Իսկ հետո արդեն, երբ որ սկսեցի զբաղվել ես գրքերի թարգմանությամբ, հա, երբ որ թարգմանեցի որոշ Օշոյի ստեղծագործություններ, Էքարտ Թոլեի որոշ ստեղծագործություններ, որոնք շատ են խոսում մեդիտացիայի մասին, այդ ժամանակ ես նոր հասկացա իմ համար մեդիտացիայի էությունը։ Այդ ժամանակ ես այդ բառը ուղղակի բացեցի հայերեն, հա, ու երբ որ ես բացեցի հայերեն, այդ ժամանակ ամեն ինչ տեղ ընկավ ու ես կարող եմ հիմա մեդիտացիայի մեջ լինել օրվա ցանկացած ակնթարթին, անկախ նրանից, թե ինչով եմ զբաղված, ձեռքերս որտեղ է, հա, ես ասենք
մեքենա եմ վարում կամ ասենք խորոված եմ սարքում կամ աման եմ լվանում, ինչ ուզում լինի, հա, ցանկացած պահի ինձ անհրաժեշտ չի ինչ-որ մի բան, որ մտնեմ մեդիտացիայի մեջ, հա, ես կարող լինեմ այդ տարած։ Դու ասացիր, բանը արել ես այնպես երաժշտությունը, դա տեղի ունեցավ վարքենական, հա, այսինքն սովորական վիճակ է արդեն դա, հա, ինչն է բանը, մեդիտացիա բառը ինքը, հա, ես հասկանում եմ մեդիտացիա բառը, դիտացիա, դիտեցա, դիտեցի, դիտացիա մեջս դիտեցի, արխայիկ է հնչում այդ հայերեն բառը մեջս դիտեցա, բայց դրա ժամանակակից տարբերը ես ինքս արդեն սարքեցի, ներ դիտարկում, հա, երբ որ ես հասկացա դրա հայությունը, որովհետև ինչի ես նշեցի այդ հեղինակներին, Օշոյին ու Էքարթ Թոլեին, որովհետև նրանք ասում են իմ մասին, որ մեդիտացիան ոչ թե կենտրոնացումն է, այլ ապակենտրոնացումը, հա, ոչ թե պետք է կենտրոնացնես, այլ պետք է հակառակը լիցքաթափվես ամբողջովին, հա, ու գործողությունը բացակայում է այդ ժամանակ, ընդհանրապես դու դիտորդի դերում ես, ուղղակի նայում ես քո ներսը, հա, դրա համար ներդիտարկում, այդ ժամանակ արդեն ամեն ինչ սկսեց հասկանալու, ու տեղի ունենալ ընդ որում, էլի, հա, ես սկսեցի այդ դիտել ու տեսնել ներսուս ինչ է կատարում, ինչ է հուշում իմ ներքնաաշխարհը, այդ ժամանակ դա սկսեց տեղի ունենալ, դրա համար տես քո մտքերն են, գծած մտքերն եմ սկսեցի բռնել, Այսօր մի քիչ երկար տևեց այս մեր հաղորդումը, արի այսքանով ուրեմն վերջացնենք, ես մնացած հարցերին կարող փորձենք այդ մնացած մյուս հաղորդմանը հանդրադառնանք, այսքանը, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, կներեք, մեկ-մեկ հարցեր են լինում, որոնց որ շատ ենք խոսում, որոնց մասին, Այսօր մի քիչ անձրացրեցինք ձեզ, հաջողություն։ Հաջողություն։